Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր հոկտեմբերի 19։ Հանձնվել ամբողջովին։ Բայց հիմա առանց օրենքի Աստծո արդարությունը հայտնված է, այսինքն Աստծո արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հավատքիցն է, այն ամենի համար և ամենի վրա, որ հավատում են, որովհետև խտրություն չկա, ձրի են արդարանում նրա շնորհքով, այն փրկության ձեռով, որ Հիսուս Քրիստոսումն է։ Հռովմայացիս 3:21-24 խոսքեր։ Աստված մեզ հայտնել է իր աչքերում լիովին սուրբ և կատարյալ դառնալու հաստատուն ճանապարհը։ Դա մի ճանապարհ է իմանալու, որ նա մեզ սուրբ և անարատ է համարում, և ամենակարևորը, դա անվճար պարգև է։ Նրա սրբության պարգևը երբեք չի կարող լինել մեր կատարած գործերի հատուցումը, դա չարժանացած, չվաստակած շնորհ է, իսկական պարգև։ Ինչ է ասում Սուրբ Գիրքը։ Աբրահամը հավատաց Աստծուն և արդարություն համարվեցավ նրան, բայց նրան, որ գործք է անում, վարձքը չի համարվում շնորհքի պես, այլ պարտքի պես։ Բայց նրան, որ գործ չի անում, այլ հավատում է նրան, որ ամբարշտին արդարացնում է, նրա հավատքը համարվում է արդարություն։ Հռովմայացիս 4:3-5 խոսքեր։ Հնազանդությունը Աստծո սրբության միակ ճանապարհն է։ Դա նշանակում է հավատքի միջոցով հնազանդվել Քրիստոսի արդարությանը։ Հնազանդությունը նշանակում է հրաժարվել քո կամքի զորությունից։ Աստծո մոտ կամքի ուժ գոյություն չունի, ամբողջ զորությունը պատկանում է նրան։ Աստված պահանջում է բացարձակ սրբություն մեզ խոնարհեցնելու և ապաշխարության բերելու համար։ Նա մեզանից ակնկալում է մեր ապաշխարությունը, ընդունել մեր ապարդյուն ջանքերի թուլությունը և ժխտել, որ մենք մեր ներսում որևէ զորություն ունենք։ Դուք երբեք չեք կարող հագնվել Քրիստոսի սրբությամբ, մինչև չընկնեք ձեր երեսի վրա Աստծո գահի առջև մերկ, աղքատ, խեղճ, թույլ և բացարձակապես անօգնական։ Դուք պետք է մեկ ընդմիշտ խոստովանեք, որ դուք զորություն չունեք դիմադրելու մեղքին և որ չեք կարող սուրբ լինել նույնիսկ ուրիշների օգնությամբ։ Սրբությունը պետք է ձեզ տրվի որպես պարգև։ Ամենամեծ պարգևը, որ դուք կարող եք տալ Աստծուն, դա ձեր հանձնվելն է և ձեր հավատքը, որ նա ձեզ կտա իր սրբությունը։